օգնեք թող կանգնի։ Կանգնել եմ 40 վայրկյան, հիմա փորձում եմ սահմանել ավելին։ Անել եմ ռեկորդ, գարիզոնտալ մի դիրքի ուղղակի ոտերը կտրած էլի։ Վարժությունը իրանից ենթադրում է հենում ծալում վարժությունը, պետք է կատարենք իրար վրա։ Գրանցելու եմ ռեկորդ, թե ինչքան եմ մատի սֆերա գնդակը պտտելու, քանի րոպե կլինի։ Այսօր տեղի ունենալու ռեկորդների շարասիան կարելի ասել 5 մարզիկ հայտ են ուղարկել եւ ցանկանում են գրանցվել Սակունց համաշխարհային ռեկորդների գրքում։ Գինեսի ռեկորդների գրքի հայկական տարբերակն արդեն գրվում է։ Բազմակի ռեկորդագիր Յուրի Սաքունցը ոլորտում սկսնակներին խրախուսելու իր տարբերակն է գտել։ Ստեղծել է Սաքունց համաշխարհային ռեկորդների գիրքը, որտեղ ի տարբերություն հայկական դյուցազնագրքի կարող են գրանցվել ինչպես հայաստանյան, այնպես էլ աշխարհի տարբեր կետերում գրանցված ռեկորդները։ Նպատակն է ռեկորդագիր մարզիկներին օգնենք սահմանեն ռեկորդներ առաջին հերթին։ Երկրորդը, որ իրենց ռեկորդները հաստատվի արդեն որպես համաշխարհային ռեկորդ, համապատասխան սերտիֆիկատ կամ հավաստագիր ստանան, որ խթան հանդիսանա ռեկորդակիրներ պատրաստելու գործում, էլի։ Նպատակն է, որ մեր Սակունց համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվեն աշխարհի շատ երկրների մարզիկներ, որ իրանք իմանան, որ այդ գիրքը գտնվում է Հայաստանում։ Գրքում արդեն իսկ ռեկորդն ամրագրել են տասնյակ մարզիկներ, այդ թվում Սլովակիայից, Հնդկաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից։ Մեր աչքի առաջ Եվրասիա միջազգային համալսարանում նրանց թիվն ավելացավ 5-ով։ Վարդան Պետրոսյանը 18 տարեկան է։ Միայն ձեռքերի վրա հենված մարմինը հորիզոնական դիրքում պահելու է 49.19 վայրկյան։ Նախարարին ես ինձ եմ որ կասկածում, ես ինձ պետք է ապացուցեմ, որ կարամ։ Նոր մարդկանց, այսինքն ես որ իմ անում եմ, ես ուզում եմ ֆակտ անեմ, որ ինձ ապացուցեմ, որ կարամ, իսկ հետո ավելի բարդ բաներ կարամ անեմ։ Վարդանը հենում ծալում վարժությունն անում է 8 տարեկանից, 2 տարի է լրջորեն հետաքրքրվում է street workout-ով։ Այս մարզաձևը ենթադրում է մարմնի բոլոր մկանների լուրջ զարգացվածություն։ Ասում է, նպատակը դժվարություններից մեծ է, գուցե ապագայում ֆիթնես մարզիչ դառնամ։ Ծառայությունից վերադառնալուց հետո ֆուտբոլիստ Հայկ Աղաքարյանը որոշեց, որ ուզում է զբաղվել ֆուտբոլ ֆրիստայլով։ Հայաստանում քանի որ չի եղել ու այս ֆուտբոլ ֆրիստայլը սպորտաձևով ընդհանրապես ոչ մեկ լուրջ քայլեր չի կատարել եւ չի զբաղվել, այս պատասխանատվությունը իմ վրա վերցրեցի, որովհետեւ շատ կարեւոր եմ համարում այս սպորտաձևը, թե առանձին սպորտաձև որպես, թե խթան ֆուտբոլի զարգացման համար։ Հայկը գնդակն այսպես պտտեց 5 րոպեից ավելի։ Նախկինում 6 գնդակ միաժամանակ պտտելու փորձ է ունեցել։ Մատիտներ են եղել, ոտքիս վրա եմ դրել, ոտքերով, անում ես վերջում մի հատ գնդակ չի ֆռում, այդ 5 հատը սենց ոնց որ անիմաստ պտտածելն է, էլի։ Գինեսի ռեկորդ շատ եմ ուզում, բայց գրեթե անհնարին է այդ ռեկորդը գերազանցել։ 3 պտույտ գնդակի շուրջ օդի մեջ ոտքով կատարել եմ։ Հայաստանում առաջինը ես, աշխարհում մի քանի հոգի են կատարել։ Մինչև հիմա չի եղել այդպիսի դեպք, որ 4 պտույտ կատարեն։ Դա եմ ուզում անել, ուղղակի գրեթե անհնարին է։ Երկուսով իրար հետ երկար ժամանակ աշխատում ենք եւ այդ փոխվստահությունը հենց այդտեղից է սկսել ծագել։ Ռեկորդը փորձեցինք Սաքունց Յուրայի առաջարկով, այսինքն ինքը եկավ մի օր ասեց, «Սենց բան կա, կուզենաք փորձեք թե չէ»։ Փորձեցինք, տեսանք, որ ստացվում է, երկար ժամանակ աշխատեցինք, երկար այսպես ասած քրտնաջան աշխատանքի արդյունքում ստացվեց ու որոշեցինք արդեն մի քիչ ավելի օֆիցիալացնել եւ գրանցվել ռեկորդների գրքում։ Այս վարժության նախկին ռեկորդը 1 րոպեում 13 անգամ էր։ Ընկերներն այն կատարեցին 20 անգամ։ Միասին ավելի մեծ արդյունքներ գրանցելու ցանկություն ունեն, սակայն ամենայն հավանականությամբ դա կանեն 2 տարի հետո։ Ռուբենը մի քանի ամսից բանակ է զորակոչվելու։
Ռեկորդների ցանկը ենթակա է համալրման։ Յուրի Սաքունցը հուսով է, որ ինչպես այժմ Գինեսի ռեկորդների գիրք արտահայտությունը լսելիս են մարդիկ հատուկ ասոցիացիաներ ունենում, նույն կերպ տարիներ անց ճանաչելու են ռեկորդների հայկական գիրքը։ Արուսյակ Կապուկչյան, Համլետ Գյուրջյան, Ռադիոլուր։